Ողջույն իմ սիրելի հետևորդներ, ձեզ եմ ներկայացնում, թե ես ինչպես եմ շատ տոմատը կարողանում երկար ժամանակ պահել, մանավանդ շոգ եղանակին։ Լոլիկի մածուկը իմ պատրաստածն է և այսպես վերցնում ենք կամ սիլիկոնե կաղապարներ կամ հենց սառույցի համար նախատեսված կաղապարը և գթալ լցնում ենք տոմատի մածուկը մեջը, տեղափոխում ենք սառցախցիկ, թողնում ենք լավ սառչի։ Կաղապարները թափահարում ենք դատարկ տեղեր չմնալու համար և գեղեցիկ հարթեցնում ենք, հարթեցնելուց հետո տեղափոխում ենք սառցախցիկ, թողնում ենք այնքան ժամանակ մինչև ամբողջությամբ կզգանք, որ սառել է և կաղապարից շատ հեշտությամբ դուրս կգա։ Ինձ մոտ 1 գիշեր է մնացել, մի քիչ երկար է ընթացքը տևում սառելու, որովհետև տոմատի մածուկը շատ ջրային մաս չի պարունակում, ինքը պտղամիսն է, խիտ զանգված դարձած։ Դատարկում ենք տապակի վրա, սինիի վրա և տեղավորում ենք ցելոֆանե տոպրակների մեջ։ Յուրաքանչյուր ժամանակ կարող ենք բացել և 1 հատիկը կամ 2 հատիկը նայած թե ինչ եք պատրաստում վերցնենք ու օգտագործենք։ Շատ հարմար է ապուրների ժամանակ 1 գնդիկը կամ 1 կտորը վերցնել և ապուրին կարմիր գույն տալը։ Այստեղ չափերը մի քիչ խոշոր եմ վերցրել, որովհետև այս չափը ինձ շատ հարմար է 1 ապուրի համար, երբ օգտագործում եմ նաև կարմիր պղպեղ։ Կարող եք նաև տեղավորել այսպիսի փակվող տարաների մեջ, նոր տեղափոխել սառցախցիկ, կրկին հեշտ է և օգտվելը, և պահելը, և վերցնելը։ Ես նախընտրում եմ տեղավորել տոպրակի մեջ, որպեսզի տարան մեծ տեղ չզբաղեցնի սառցախցիկում։ Այսքանը սիրելիներս, փորձեք սա էլ մի փոքրիկ հուշում ձեզ։